Թուրքիայի հետ սահմանակից Մարգարա գյուղին պատկանող մոտ 200 հեկտար սեփականաշնորհված հողատարածքները գտնվում են փշալարերի հետևում։ Գյուղի գրեթե բոլոր 350 ընտանիքներն էլ հող ունեն այդ շրջանում։ Մարդիկ գալիս գյուղապետարանից ռուսական սահմանապահ Կայազորի կնիքով անցագիր են ստանում իրենց սեփականաշնորհված հողատարածք այցելելու համար։ Էսի է, էսի պայման համ բդիլնի էսի, եթե չելավ դաշ չեն կարա մտնի, աշխատանքի չեն թույլատրի։ Մինչև իրիկուն մուտը հենց ընկավ, ընդ այլ մարդ չեն թողում։ Ես հեսա էթալեմ դաշտ, հենց հիմա իմ մեքենայով պրոպուստ ու պասպորտը վերցնում եմ, հետո եմ ընդ զինվորը նստած է, գրեմ անդե գիրք կա, գրքով լրացնում է, պասպորտ պրոպուստ տալım ինձ, ես հետում եմ դաշտ։ Հետո հետ գալուց ինքը նորից վերցեմ, նայում է, ջնջեմ տալım ինձ, ես թողում եմ դուրս եմ գալու։ Մարգարայի գյուղապետ Խաչատուր Ասատրյանն ասաց, որ անցագրերը գյուղացիներին տալիս են 1 տարի ժամկետով։ Մենք տարվա սկզբին ձմռանը նախապատրաստում ենք ցուցակները, տալիս ենք մեր ոստիկանությանը իմ գրությունով, ոստիկանությունը ուղարկում է անձնագրային բաժին, անձնագրային բաժնում ստուգվում են ցուցակները լրիվ, գնում է ազգային անվտանգություն անձնագրային բաժնից, ազգային անվտանգությունը տրամադրում է ռուսական զորքերին եւ այնտեղ տպվում են այս անցագրերը։ Սակայն փշալարերից այն կողմ հող մշակելն իր դժվարություններն ունի, մի կողմից ոռոգման ջրի պակասն ու իրացման դժվարությունները, մյուս կողմից էլ սեփական հողատարածք մտնելու անցագրային ռեժիմը։ Սահմանապանները մի հոգու չեն թողում, պետք է գիշերը պահակություն չեն թողում անես։ Հողը ցանեցի, բոստան եմ դրե։ Պետք է իմ բոստանը պահեմ, որ ուրիշ գործ, իսկ շերնով պետք է մտնի զաբորի մեջ, բացի իրանցից։ Եթե նրանք էլ չեն գողանում, խոզերն են ուտում։ Դրա համար ստիպված չենք ցանում։ Լուրերը հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին նաև Մարգարա են հասել։ 70-ամյա Դիմաքսյա Մանուկյանի տեղեկությունները թեև կծկտուր են ու հատկապես ժամկետների մասին հստակ ոչինչ չգիտի, սակայն որպես սահմանամերձ գյուղի բնակիչ կարծիք ունի, թե ինչպիսի օգուտ կտան սահմանի բացումն ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Երևակայի ճգնաժամը որ կա, դրանից էլ դուրս կա ժողովուրդը։ Դեստեղը թանկո եժանի հարցեր կա, չէ՞։ Թանկո եժանի հարցեր կա։ Ընդեղի ապրանքը, ասենք որ լճացել է, ստեղ կծախեն էժան, ստեղ ընդեղ։ Դե կմտնենք այդ վեկիչել մենք աշխատենք այդ առևտուր կանանք, բան կանանք, ինչ վադա որ հարևան են էլի։ Ինչքան սպառողը շատ է, այնքան մեր բարեկարգվի, թե փողոցները, թե ամեն ինչը, թե խմելի ջուրը։ Բա որ գնացի եկան, վերջապես պատվի հարցա, չէ՞։ Պատվի հարցա։ Կարող է տեսնեն փողոցները անկարգական բանը։ Դա բարեկարգվի անպայման։ Դիմաքսյան միջպետական չձևակերպված առևտրի մի պատմություն հիշեց։ Դեռ 90-ական թվականներին Թուրքիայից արագ սկետով ոչխար էին բերել Մարգարա գյուղ։ Շատ էժան էր, ասում է։ Այդ մոմենտը շատ խառն էր, էլի խառն էր։ Այնտեղից ոչխարին բերեմ, ոնց ծախեին էլի։ Թուրքերը անցնում էին արածից։ Չնայած էդի մեկ օր այդ բանը ստացվեց, հետո դրանից հետո արգելվեց այդ բան չի լավ։ Ուզում ասեմ, չէ, դե այդ սիմվոլը էլի, ասենք մարդ էր էլի վերջապես հով թշնամի չէր։ Ուզներ առևտուրան էր, չէ, մեզ հետ։ Բայց դե այնտեղ չթողեցին, այնտեղ հանգարեցին։ Մերոնք էլ համաձայն չեն այդ բանին։ Հենց Մարգարա գյուղում է գտնվում Թուրքիայի հետ կապող կամուրջը, որ վերջին 20 տարիներին միայն մեկ անգամ է գործածվել։ Բետոնյա նորմալ կամուրջը, ես ձեզ ասեմ, որ 92-3 թվերին, եթե չեմ սխալվում, այդ կամուրջով ծորեն անցկացրեցին դեպի Հայաստան։ Քանի որ ճանապարհները այն ժամանակ փակ էր, Վրաստանի հետ, Ադրբեջանի հետ կռվի տարիներին էր, ես կոնկրետ ես հիշում եմ, որ կամուրջը բացվեց եւ ծորենը այն կողմից անցկացնում էին մեքենաներով։ Սահմանի բացման օգուտներից խոսելիս Մարգարայի բնակիչները չեն մոռանում նաև հայերի նկատմամբ ցեղասպանության պատմական փաստի մասին։ Դիմաքսյայի մոր 3 եղբայրներն էլ սպանվել են, սակայն կարծում է, որ քաղաքական խնդիրները չպետք է խանգարեն երկու պետությունների հարևանությանը։ Սա թուրք է, սա հայ է։ Վերջապես մարդ է։ Նա էլ է երեխա տանը վերեմ օրերն, մենք էլ ենք երեխա։ Երբեք այդ քաղաքականությունը որ սրսկում են սրա մեջ, նրա մեջ, դա
Հենց դա է էլի դավաճանությունը։